ինչպես առաջարկում է իշխանությունը, մոռանալ մեր պատմությունը, մոռանալ 1.500.000 անմեղ սպանված հայերի ճակատագիրը։ Ու դրա դիմաց պատկերացնում եք, իրանք առաջարկում են մեր ամբողջ պատմությունը մոռանանք, 1.5 միլիոն մարդու ճակատագիր մոռանանք, դիմացը առաջարկում են էժան, ասենք, լոլիկ Թուրքիայից բերենք։ Որն է մեր գնահատանքը ընդհանուր մենք մեր հանդեպ, որպես ազգ, մեր ազգային ինքնասիրության։ Մեր պահանջը ցեղասպանության ճանաչումն է։ Վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է հայերի անմեղ, հայերի կոտորածը։ Դա երկարաժամկետ տարածաշրջանում արդարության վերականգնման միակ լավ ճանապարհն է, ազգերի միջև խաղաղության երկարաժամկետ եւ համերաշխության հաստատման միակ ճանապարհն է։ Եթե մեկը ստիպում է քեզ 1.5 միլիոն քո ազգի նշանակալի մասի ճակատագիրը մոռանալ, սպանդ իրականացնելուց հետո եւ դու ընդունում ես, որ կարելի է քո հետ այդպես վարվել։ Դու ընդունում ես, որ քո հետ այդ մեթոդներով են շփվում։ Երկրներ կան, դուք նայեք հոլոկոստի օրինակով, ինչպես ուժ վերցրեց Իսրայելի պետությունը հոլոկոստի իր տանջանքներից, իր ազգի տանջանքներից եւ վերածվեց տարածաշրջանային տերության։ Առաջին հանրապետության պատմական փորձի ապացույցնել է մի բան։ Մենք պետք է իհարկե տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց այդ լավ հարաբերությունները պետք է չլինեն արյան վրա, պետք է լինի արդարության հիմքով։ Թուրքիայի հետ հարաբերությունները մենք պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի, բայց թուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք։ Եղել է այդպիսի բան, մեր նախնիները այստեղ են տեղափոխվել բռնի, նրանց մեծ մասը, հարազատների մեծ մասը ճանապարհին սպանվել է։ Դա ճշմարտություն է։ Եթե մենք մոռանում ենք հիմա, մենք դուռ ենք բացում ապագայում, ասում ենք, որ մեզ հետ այդպես կարելի է։